Անձնագրերը փոխելու հետ կապված տեսակ, որ ես ճիշտ եմ, պետքա չիպավորում անցնի, բայց սա Թուրքիայի պահանջն է, որպեսզի անձնագրերի մեջից Մասիսարի նկարը հեռացվի։ Այդ ամեն ինչը մեր իշխանությունը պետք է անի քայլ առ քայլ, փուլ առ փուլ։ Տեսեք, հիմա մեջբերում են անում վիզաները ազատականացման հետ այդ ամեն ինչը կապված, շատերը հույս ունեն, որ վերջ հեսա շուտով ստանալու են այդ անձնագիրը ու կարողանալ են մուտք գործել դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի։ Ոչ, ընկերներ ջան, դա երկար process է, աշունը նոր պետքա թողարկվի այս անձնագրերը ու ինչքան ժամանակ կտևի, որ յուրաքանչյուրը ստանա այդ անձնագիրը։ Մեջբերում արեք դուք հիմա, որ ցանկություն ունեք ձեր անձնագիրը վերականգնելու հենց Հայաստանում կամ Եվրոպայի մեջ, ինչքան ժամանակ է տևում։ Այդ երկար process է, մինչև 28-ից 29 թվականը ես հույս ունեմ, որ այդ ընթացքում կլինի, բայց կարա եւս մինչև 33 թվական, կարա հետագայում եւս ինչ-որ մի եվրոպական պետություն ասի, որ համամիտ չի, համաձայն չի, ինչ-որ մի բան չի համապատասխանում։ Այս ամեն ինչը քաղաքական մոդերացումը, որպեսզի երիտասարդությանը իրանց կողմը տանեն, որպեսզի շատերը հետագայում թուրքերը պետք է ապրիլի 24-ի թեման եւս փակեն։ Պատրաստ եղեք ապրիլի 24 թեման փակելու ընկերներ գճան։ Ես նամակներ եմ ստանում, որ եթե ես այս թեմայի վերաբերյալ խոսամ, շարունակեմ ու իդեմ լինեմ, որտեղ ես ճիշտ ինֆորմացիաներ եմ տալի։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները եւ ադրբեջանցիները հենց Ադրբեջանում, որտեղ շատ մեծ նամակներ են գրում, սպառնում, որտեղ մենք իրենց սրտով չենք խոսում։ Ես ինչը անում եմ, ընկերներ ջան, անշահախնդիր ձևով եմ անում, որպեսզի մեր հայրենակիցների համար լավը լինի, ոչ թե մեր հայոց պատմության վրա որոշ չափի հետագայում խաչ քաշեն։ Շատ քաղաքական մոլորեցումներ կան, ես հետագայում լիքը բաներ մեջբերում կանեմ, թող երիտասարդությունը ընտրի։ Տեսեք, մեծահասակներին որոշ չափով, տեսեք, թոշակները բարձրացրեցին, բայց մինչև այդ ասում են, ինչ պետք է անի այդ թոշակառուն այդքան, որ թոշակը բարձրացնեն, որոշ չափի դեղերով կամ որոշ չափի բուժումներով իրանց տարան ու ազատություն տվեց մեծահասակներին։ Շատերը իրանց ընտանեկան խնդիրները թողեցին, հիմա անկած Facebook-յան հարթակում խոսում են, քննարկում են ամբողջ այս Հայաստանի խնդիրները իրանց ուսերին է ու մտնում վատ մեկնաբանություններ են անում, բայց որ մտածեն, նստեն, մտածեն, կհասկանան, որ այս ամեն ինչը ճիշտ է։ Խի պետք է Մասիսարի նկարները ամեն տեղից հեռացվի, որ այդ թեմաները փակվեն, չխոսանք։ Լիքը նորություններ կան, ես հետագայում կկիսվեմ։ Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ ինձ եւս պետք է աջակցեն իմ հայրենակիցները, որովհետեւ ես ճիշտ հարցեր եմ բարձրացնում, ինչի չեմ պատասխանում իմ հարցերին, որովհետեւ իրանց սրտով է։ Միշտ մի պատճառաբանություն արդարացում կգտնեն, որ արդարանան, իսկ երիտասարդությանը իրանց կողմ են ուզում քաշեն։ Դրա համար բլոգերները չեն խոսում, շատերին գնել են, ոչ բոլորին, շատերին։ Այդպես անկերներ ջան, կսպասեմ ձեր կարծիքին այս ամենի վերաբերյալ։